Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի նկատմամբ նոր քրեական գործ կա, այն առնչվում է Սև լճին։ Այդ գործի մասին ինչ կարող եք ասել եւ տեսականորեն հնարավոր համարում եք, որ կորպուսի հրամանատարը ենթարկվեր բանավոր հրամանի։ Շնորհակալություն հարցի համար։ Այո, տեղյակ եմ այդ գործից, այնքանով եմ տեղյակ, ինչքանով որ մամուլից, նաև տեղյակ եմ, որ Ադրբեջանի գեղարվեստի դպրոցում ավարտած քնիչ Խաչատրյան Արտակը, որը շատ հաջողությամբ կատարում է այդ նկարչությունը, տեղից է սկսվել այս ամենը։ Դեպքը տեղի է ունեցել Սև լճի հետ կապված ամսի 12-ին, ամսի 14-ին, երբ գեներալը արդեն այցելել է Սև լիճ, նա չէր կարող ոչ բանավոր հրաման տալ, ոչ է իմանալով իրեն, ծառայելով իրեն հետ, ինքը միայն այն կարարին հրամանը տար, որ մենք գրավենք այդ պոստերը, եւ մինչ իր գնալը ամսի 12-ին, երբ դեպքը եղել է, գլխավոր շտաբի պետ կար, օպերատիվ վարչության պետ կար, կորպուսի հրամանատար կար եւ կորպուսի շտաբի պետ կար։ Ասեմ ավելին, երբ մարտական դրության ժամանակ անելանելի իրավիճակում հայտնվում է հրամանատար, ինքը կարա ինքնուրույն որոշում կայացնի։ Այսինքն ինքը կարար կորպուսի հրամանատարի մասին է խոսքը, կարար առանց ոչ մեկի զեկուցելու, կարային իրանց հետ նահանջ ուղարկեն, ադրբեջանցիներին հետ ուղարկեն եւ պահեն մեր դիրքերը։ Եվ սա փորձում են կապեն, սա կապված է վաղարշապատի ընտրությունների հետ, քանի որ այս գործող իշխանությունը տեսնում է մեր ստեղի ամրապնդումը, որ վաղարշապատում համահայկական ճակատ կուսակցությունը ամրապնդվում է եւ վախերի մթնոլորտի տակ սկսեցին այդ հիմա որոշեցին այդ հարցը բարձրացնել։ Սա սուտ է եւ լրատվամիջոցները, ովքեր որ գրում են գործ է հարուցվել եւ դատական ինչ որ բան է գնալու, սա սուտ է, սա իշխանությունը փորձում է սրանով վարկաբեկի, բայց չի ստացվելու, չեն կարողանալու։ Ես ընտրություններից հետո կանրադառնամ այս հարցին եւ կասեմ ովքեր ինչի դիմաց ինչ կոչումներ են ստացել։ Եվ նաեւ այստեղ եթե նայում ենք ժամանակագրությունը, ով ինչ պաշտոն է զբաղեցրել եւ այլը, ստացվում է եւ նաեւ տեղեկություններ կան, որ ցուցմունք տվողը գեներալ է, ստացվում է, որ Արտակ Դավթյանն է։ Այո, ցուցմունք տվողը գեներալներ են, գեներալ չէ, գեներալներ են, եւ ավելին ասեմ, գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոն է զբաղացրել գեներալ Կարապետյան Արշակը։ Իրենից վերև կա շտաբի պետ։ Եթե ինքը բանավոր հրաման տվե, այդ դեպքում կորպուսի հրամանատարը բանավոր հրաման չէր կարա կատարել, քանի որ բանակում բանավոր հրաման չի գործում, կամ միայն գրավոր, այն է մարտական դիրքերի հետ կապված, եւ ինքը պետքա զեկուցեր իր վերադասին, այդ պարագայում կորպուսի հրամանատարը ենթակա է գլխավոր շտաբի պետին, ոչ թե շտաբի պետի տեղակալին, պետք է զեկուցեր եւս դրա որոշում, այսինքն ոչ մեկի կողմից չի զեկուցվել, իրանք սենց իրանց թողել են ականջի հետևում եւ որոշել են բարդեն, այո, գեներալներ են ցուցմունք տվել, սուտ ցուցմունքներ են տվել։ Երկրորդ գեներալը ով է։ Պարզե որ այդ ժամանակվա առաջի բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած անձ, որը ճանաչված է պատերազմի ընթացքում որպես դավաճան, հող հանձնող։ Եվ ասում կանրադառնամ, ընտրություններից հետո կանրադառնամ երկու գեներալների հետ կապված, թե ինչ ճանաչված հող հանձնողներ են։